Դուք գտնվում եք մի քաղաքում, որի համար ձեր աշխատանքային կենսագրությունը կարելի ասել սկսել եք նաև այստեղ ձեր ներդրումով։ Դուք եք, որ բացեցիք առաջի այն մեծ կամուրջը, որը միացնում եք դեպի Քասախը լեննական տանող ճանապարհի մասին խոսքը այդ հսկա կամուրջը։ Ձեր օրոք եք տեղի ունեցել առաջի փախստականներին տրվող անվճար բնակարանները, որոնք 48 էին։ Նարեկ թաղամասի սեփականատերեր դարձան մեր փախստականները։ Դրա հարակից Կարի գյուղի։ Ես գիտեմ, որ ձեր տեսակը չի սիրում երբեք ասեք այն արածը, որովհետև դուք չեք ուզում իջնել, հասնել այդ մակարդակին։ Բայց այս երկրում, ինչպես դուք եք ասում, լուն դավա է սարքում։ Մազը մի մեծ հսկա մի փոքր գործ անելու դեպքում ցույց են տալի, թե ինչ է իրենից ներկայացնում։ Պարոն նախագահ, երբ դուք ընտրվեցիք, նշանակվեցիք վարչապետ, հիշում եմ ձեր հարցազրույցներից մեկում, մութ ու խավար Հայաստանում դուք մի բան արտահայտեցիք։ Ինչպես հացն է ապրանք, ինչպես շաքարավազն է ապրանք, այնպես էլ լույսն է ապրանք։ Մենք հաշվիչները կհանենք, կգնենք դուրս և արդյունքում դուք ունենաք 24 ժամվա հոսան։ Դա դուք եք ասել և արել։ Եկել է ժամանակը խոսելու, բարձրացային։ Ամեն ինչ պետք է արվի։ Այս քաղաքը այնպիսի մեծեր է տվել, որոնք սպասում են ձեզ, որովհետև ազգը կործանման եզերին է, հայրենիքը այնքան հասկացողություն չէ ինձ համար, ինչքան պետությունը։ Հայրենիք էր նաև Արևմտյան Հայաստանը, հայրենիք էր նաև Արցախը, որ 70 տարուց ավել ապրում էր Թուրքի ճշմարտ տակ։ Մենք չենք ուզում ունենալ հայրենիք, մենք ուզում ենք մեր պետությունը ապրի, գոյություն ունենա, հզորագույն, ամենաարժանագույն ձևով։ Սա է մեր նպատակը։ Համարձակություն, մենք հին ենք ինչպես հին բառից երբեք չենք վախենալու։ Երբեք մենք բիբլիական Արարատի նման հին ենք։ Ուրեմն ինչքան կարող ենք մեր խոսքը պետք է տուն հասցնենք։ Ամեն մի հայի տուն։ Գործել և մենք ձեր կողքին ենք։